Բարելուս իմ շատ սիրելի հետևորդներ ջան, բարով եք եկել իմ ալիք, օրհնյալ օր լինի բոլորիս ընտանիքներում, լավ օր լինի, սիրելի հետևորդներ, նորից աշխատանքային վայրում եմ, չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, սեղմել զանգակ կոճակը, կիսվեք ձեր մեկնաբանություններում, շատ շնորհակալ եմ ձեր գրած մեկնաբանությունների համար, սրտիկների համար, սիրելի հետևորդներ ջան, ուրեմն այսքան ժամանակ աշխատել եմ, ոչ մի անգամ ձեր դեմը մաքրությունս ցույց չեմ տվել, որ ինչ եմ անում, այսօր որոշեցի մի քիչ, սիրելի հետևորդներ, տուալետը մաքրեցի, վերջացրեցի, ասեմ, որ ամեն օր լվա մաքրում եմ, շավելով, սա շատ լավ հեղուկ է, լվացել եմ, հիմա լվացարանն եմ, անպայման շավել եմ քսում, ամեն օր մաքրում, սեր հետևորդներ ջան, հեսի սենց։ Ուրեմն այս շորով էլ սրբում եմ, այն գուբկով մաքրում եմ, 2-3 անգամ բերում լվանում, տանում մաքրում եմ, այս շորով էլ 2-3 անգամ էլ շորով եմ սրբում, հիմա ստեղ էլ սրբեմ, որ մաքուր, Եվ աշխատում ենք ոնց որ մեր տան նման, մեր տունը ոնց ենք մաքրում, տնևել ենք, չէ, մեր մաքրուսել հետևորդներ ջան, նույնն է, ինչ տարբերություն, ոչ մի ամոթ բան չկա, աշխատանքը սիրունացնում է մարդուն, սեր հետևորդներ ջան, հիմա ստեից վերջացրինք, սեր հետևորդներ, սա տուալետն է, շորերը դրեցի իրանց տեղը, նայեք ինչ սիրուն մաքուրային անկյուններից հետ, այսի սիրուն մաքրում եմ, նայեք տեսեք, ժավել եմ լցնում մեջը, հիմա մնաց, որ հատակը մաքրենք, ջրի մեջ ասեմ, որ ժավել եմ լցրել, քամում եմ, այս աշխատանքը ամեն օր կրկնվում է, սիրելի հետևորդներ, քանի օր որ գալիս եմ, այսքանի օրերներ ես ամեն օր լվանում եմ։ Այդ իրան մեկ էլ ճաշն եմ եփում, այտենց ինձ համար դժվար չի, մեծ սիրով կատարում եմ։ Նույնն էլ Հունաստան ենք, էլի որ գնում ենք, մեր տունը ոնց է ստանում գործանում, նույնն էլ ես անում, խոտան նման բացում ես, լվանում ես, եփում ես, կապում ես, մի հատ էլ կսեմ, առանձնապես այտենց կեղտոտ չի, շորը կբարձրացրեմ, էսա թողնեմ ստեղ, մի հատ էլ լվանա, ու հետո բարձրացրենք, այս շորը շատ լավն է, ասեմ որ, Էսա կլվանա, մյուսը ջուր լցնեմ բերել, միջև ջուրը լցնեմ բերել այս չորով, մի հատ չորացնում եմ, որ մաքուր լինի, մեկ էլ մարդս էլի, ուզեցին մտրես, էսի սենց, հիմա գնամ ջուրը բերեմ, մյուս, ուրեմն սիրելի հետևորդներ, հիմա ստեղ այս մաքուրով լվանամ, այսեց, մաքուր ջրի մեջ, ու այս մեկում բարձրացրեմ, արդեն էսի պետք է տանեմ դուրս, միջև դուրս տանելը, մյուսով էլ բոլերը լրիվ կլվանամ ու նոր կտանեմ դուրս,
Ուրեմն սիրելի հետևորդներ, հիմա պետք է չեք ասում, որ աչքը դետի չա եղել։ Աչքս բորբոքվել է այս քանի օր, դեռ եմ կաթացում, բայց աչք չտակովել է։ Որած միջև որ կանցնի։ Հիմա էլ կսկսեմ խոհանոցը, ննջասենյակը եւ հյուրասենյակը լվանամ, միջանցքը խալիներով սրբեմ ու ավարտում եմ մաքրությունը։ Ճաշել ունենք, բայց կեսօրվա համար մի բան պետք է պատրաստ, կեսօրվա չէ, իրիկունվա երեկոյան, որ ժամ 6 հետո ինչ-որ կարող է մի բան ուտի, մի բան պետք է պատրաստեմ, դե կորոշեմ ինչ ենք պատրաստելու միասին սիրելի հետևորդներ ջան։ Դե էլի կհանդիպենք։ Սիրելի հետևորդներ, գործից բրծա, լվացա վերջացրեցի, հիմա այս պոլի շորերը դնում եմ այստեղ դուրսը, որ ջրաքանվի։ Իսպեկ դել ընկավ ներքև։ Այս էլ ստեղ, այսօր շատ լավ օր է, արևոտ օր է, սիրելի հետևորդներ ջան, ոնց որ տեսնում եք, արևը ջերմացնում արդեն, կամաց տաքանում ենք, կամաց տաքանում ենք արդեն։ Սիրելի հետևորդներ ջան, պոլերներ լվացա, վերջացրեցի, մնաց փոշիները վերցնեմ, պատուհանի կոնքերը բանը, դե չեմ ուզում ցույց տամ, իրաստունա ոչ մեկին էլ դուր չի գա, ասենք մանավանդ էլ, որ ասենք շատ լավ է ռեմոնտ առաջի, դե մեր ժամանակվա 80-քանի թվերին 90, որը ռեմոնտ է կարել, այդ վաղտվանեց է էլի, չեմ ուզում շատ բան ցույց տամ, մնաց դա փոշիներն էլ վերցնեմ սիրվանտի, Բահարանների բանի ու վերջ, հետո տեսնեք, սա էլ մեր տապակած կարտոֆիլը, մի կտորել հավի բսից է մնացել երեկվանից, հատել հետևորդներ, ես ատար գործին վերջացրեցի, կեսօր ես պապիկին հաշավորել եմ, հիմա մի քանի հատ կարտոֆիլ եմ տապակել, որ երեկոյան սովածանա ուտի։ Կարտոֆիլին աղը ցանել եմ, մատանենք, որ այս գյուղը շատ չի տարածվի կվերկող կերակը, չկշկժամ, կարվերի ու վերջացնենք։ Ուրեմն հարգելիներս իքը յուղ ենքա շատ աջեստում, հիմա որ բացում սաղ կտարածու առածել եմ տարածվելա, հիմա դնում եմ այսպես մի կողմի վրա, դնում եմ մի քիչ հովանա նոր շունչան, որ չտարածվի սաղ կողքերակը դուսայող տարածվի էլի։ Ուրեմն տեսեք, տեղափոխեցի քարը սառն էր, չէ, ինք արդեն հանգստացավ, հիմա կբացեմ։ Էդ էլ իմացեք, ովքեր չգիտեն, հիմա շուռ եմ տանի, այդքան շատ չի էլի, որ կարմրել է ես մի երեսը։ Մեզ էց փակած, որ կարմրացնում ենք, փափուկ է լինում, չի չորանում, էդ էլ նշանակություն ունի։ Մեկը շուռ եք տողի, շուռ եք տողի։ Հիմա սա համայա եփված է, հիմա կդնենք, մի քիչ տակը կարմրի ու կվերցնենք։ Սիրելի հետևորդներ, տեսեք ինձ սիրում կարմրեց, նա կարմրելը քիչ է փափուկել է։ Հիմա կտեղափոխենք այս ափսեի մեջ, որպեսզի այս թավան կլվանամ, որ մեջը բուսայող կա էլի, հետո մեծ մարդ է, ուտելուց չտարածի շուրջ բոլորը։ Կդնենք ստեղ, կծածկենք, արդեն հույսով եմ, որ ինքը ուտելու բան ունի, այդ էց
մեծահասակ նայող եմ ես։ Սիրելի հետևորդներ, սիրելի հետևորդներ, չգիտեմ ինչի, որոշեցի կարտոֆիլ ծիպուլանեմ։ Դա կարտոֆիլը լավ լվացա։ Բաներ ժարովնիկն էլ դրել եմ, տաքացել է լավ։ Հատ բակում ժղացնենք։ Մաս էլ բարակ կտրում ենք։ Յուղու ժամանակ փեչի վրա ենք անում։ Փեչը փայտով որ տաքացնում ենք։ Հետո սարքում ենք, սենց ու թթվով ուտում ենք։ Եկվեք ստեղ որ գնում եմ իմ խնամուտուն, ասենք ձմեռը էլի, որ ձմեռվա ժամանակ եմ գնում, այսինքն իրանք էլ են պատրաստում, մեզ ինձ հյուրասիրում։ Աղջկաս կիսուրեցտում։ Ես էլ փչացա ձրես մեկը տեսար։ Ես էլ ստեղ դնենք, աղցանենք, աղպետի ցանենք անպայն։ Դե թողնենք խորովի, եսի մի քիչ ճիշտ չէի կտրել, են մեկը, բայց թե ոչինչ։ Իջև մեր կարտոֆիլը խորովի, ուրեմն լավաշը վերցրել եմ, պաների կտրտել դրել եմ, ստեղ համեմնա, կանաչ սոխ մի հատ էլ նրբ երշիկ եմ դնում ու գլուխ սոխը, կարմիր գլուխ սոխը, չգիտեմ, երևի էլի եմ ասել, շատ առողջարար է, որ օրը մի անգամ գոնե օգտագործեք, ինքը կծու է, եթե կծուն դուր չի գալիս, դե սոխը լրիվ է կծու, ուրեմն այսպես կտրտել եմ, լցրել մի բաժակի մեջ, վրա ջուր եմ լցրել, սառը ջուր, մի ժամ մնացել է, հետո այդ ջուրը քամել եմ, նորից եմ լցրել ու վրայից վերցրել ձեռքով քամել եմ ու լցնում եմ հիմա ստեղ, որ ջրի մեջ ես լցնում, իրան կծրությունը հանում է։ Որ մի անգամ որ ես սոխից օգտագործեք, ինքը շատ օգտակար հատկություններ ունի։ Հիմա բուրումը կպատրաստեմ, մինչև որ մեր ցիպուլը դլիմը լինի, մենք դլիմ ենք ասում, ուրիշտեղ ցիպուլ են ասում, պլեջ են ասում, նայած որտեղ ոնց են ասում։ Ես թվում է լավաշը քիչ է այսքան բանին, հետևացին, մի փոքրին կարա հանեմ, կարտոֆիլի դերնայի չվարդի հանկած։ Լավաշների մեջ կա ամից տեսակ խմոր է, այս լավաշը ինձ դուր է գալու, որ սրանից բերում է, եսի որ չգիտեմ, այս տեսակը թեթավոց են թվում, եսի տեսակը ինձ շատ դուր է գալու։ Սա ապսենք պահենք, որ կարտոֆիլը տեսնեք մեր արդեն լինում է։ Հիմա էլ չենք էլ նեղվում, որ փետ չունենք, ասեց, սրա մեջ էլ, թավայի մեջ էլ կարող ենք պատրաստել, չէ սելա պտի խորովի, նկաբել սենց մի հատ հարմարանք ունենք, բայց ես որպեսի գազի երեսը չկեղտոտվի, էսա, սենց դնում ենք, ու երեխեքը վրեն սարքում են, բայց սա գազի երեսը աղավին, դրա համար չեմ ուզում, ինձ համար գործված է, ես, այս թավան թավա է, ասեք թազա չի, որ ասեմ, ապսուսա կվարի չնայած, իմ թավաների մեջ կա, որ կարող ես ուսետ սարքել ու ոչ մի բաներ չի լինի։ Ճիշտ ասած, այսքանը, այս մի բրթուչը շատ է ինձ համար, եսի մեջից կկտրեմ, այսենց, կեսներ կթողնեմ, երբ որ սովացանամ է ժամանակ,
Սա մեր բրդուճը, ոնց որ էսի լինում է, ճիշտ ասած ես չեմ սիրում, որ շատ կարտոշկեն խորովի, ոնց որ մեր լեզվով ասած ասում են կրծովի, մեր կողմի ժողովուրդը իմանա կրծովին ինչ է, կրծովին ենա որ կրծում ես էլի, յանում թե շատ չխորոված։ Այս էլ շուր տարանք, այս ես մեկը հաստ է կտրած, սա շատ պտի թողնենք, որ խորովի։ Երկու հատը խորովել էր, վերցրեցի, հիմա այս մեկը։ Ես այս իրար կլեպը վրեն եմ անում, հետո կարող է և չմաքրեմ, հետ ստեցել ուտեմ, որտև լվացած է։ Մեր հետևորդներից մեկն ասում էր, ամուսինս ասում է, շորերը հագած եմ սիրում։ Շորերը հագած, չէի լսել ես։ Սեր կտրիկ պատրաստ է, որ պատրաստ լինի դնեք։ Ես էլ է պատրաստ, ես էլ, իրար հետևից եղան, որ թեժ է լինում, ասում են մեր լեզվով, կրակը թեժ է լինում, իրար հետևից շուտ լինում է։ Էլ չկա, եսի վերջին։ Հասիվ իրար տեսակ։ Հակսերի հետևորդներ ջան, այս մեկը խորովել է, բանը, այս մեկը չերի կա խորոված, որ մի քիչ հովացել է, իրան կլեպը մաքրեցի, բայց կարա և չմաքրելի։ Մեզ շատ ակնու կարս չգիտեմ։ Իսկ եսի եզրերը կա։ Ախորժակ եմ գցում, ովքեր որ սրա համը գիտեն։ Սա էլ ասպես։